Չեմպիոնին վայել գրագետ խաղ ու արժանի հաղթանակ։ Հայաստանի չեմպիոն Նոան կոնֆերենցիաների լիգայի փուլի առաջին խաղում հաղթում է Խորվաթիայի չեմպիոն ու գավաթակի Ռիեկային, ընդ որում Հայաստանի չեմպիոնը հաղթում է հենց մրցակցի մարտավարական հնարքով, գրագետ օգտագործելով ստանդարտ խաղարկումը։ Խաղի հաղթական գոլը Նոան խփում է արդեն 6-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը բար դիրքից գնդակն ուղարկում է մրցակցի դարպասը։ Հյուրերը 30-րդ րոպեին մնում են 10 ֆուտբոլիստով, կոպիտ խախտման համար դաշտից հեռացվում է Նիկո Յանկովիչը, սա էլ ավելի ընդգծված է դարձնում մեր չեմպիոնի առավելությունը։ Պերկովիչի թիմը բազմաթիվ գոլային պահեր է ստեղծում, բայց չի կարողանում իրացնել դրանք։ Իմ ֆուտբոլիստները բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին։ Մենք այսօր խիզախ խաղ ցուցադրեցինք։ Ֆուտբոլիստները տվեցին ամեն ինչ կարող էին։ Մենք արժանի էինք այս հաղթանակին ու ուրախ ենք, որ հաղթանակով մեկնարկեցինք կոնֆերենցիաների լիգայում։ Այն, որ Խորվաթիայի չեմպիոնն ու գավաթակիրը ամբողջ 90 րոպեի ընթացքում ընդամենը 2 հարված կատարեց մեր դարպասին, դա մեծ ձեռքբերում է։ Հաջորդիվ սկսում ենք նախապատրաստվել Ուրարտուի դեմ խաղին։ Իրականում Նոան մեզ անակնկալ չմատուցեց, խաղաց այն խաղը, որը մենք գիտեինք։ Պարզապես մենք պարտվեցինք 2 կոպիտ սխալների պատճառով։ Այսպիսի խաղերում նման սխալները չեն ներվում։ Նոան մրցաշարի երկրորդ տուրում հոկտեմբերի 23-ին կմրցի ռումինական Ունիվերսիտետայի հետ, որն առաջին տուրում պարտվել էր 0-2 հաշվով։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։